Ղուկաս 10-րդ գլուխ։ Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ 72 հոգի ևս, և նրանց իրենից առաջ երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր, և նրանց ասաց. Հունձն առատ է, իսկ մշակները սակավ։ Արդ խնդրեք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ Գնացեք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ։ Մի վերցրեք ոչ քսակ, ոչ մախախ, ոչ կոշիկներ, և ճանապարհին ոչ ոքի հետ խոսքի մի բռնվեք։ Որ տունը մտնեք, նախ ասեք, խաղաղություն այս տանը։ Եթե այնտեղ խաղաղասեր մարդ կա, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ ձեզ կվերադառնա։ Նույն տանը գիշերեք, կերեք և խմեք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին։ Տնից տուն մի տեղափոխվեք։ Որ քաղաքը մտնեք և ձեզ ընդունեն, կերեք ինչ որ ձեր առաջ դնեն, և բժշկեք դրա մեջ եղած հիվանդներին և նրանց ասեք. Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ։ Իսկ որ քաղաքը մտնեք և ձեզ չընդունեն, դուրս եկեք նրա հրապարակները և ասեք. Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա, բայց իմացեք, որ մոտեցել է Աստծու արքայությունը։ Ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների համար դատաստանի օրն ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որովհետև եթե Տիրոսում և Սիդովնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած ապաշխարած կլինեին։ Բայց Տիրոսի և Սիդովնի համար դատաստանի ժամանակ ավելի տանելի կլինի, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնաում, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։ Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց։ 72-ը վերադարձան խնդությամբ և ասացին. Տեր, դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ Եվ նրանց ասաց. Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս ինչպես փայլակը։ Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա, և ձեզ բոլորովին չեն վնասելու։ Բայց մի ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. Գոհություն քեզ, Հայր, Տեր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ով է Որդին, բացի Հորից, և թե ով է Հայրը, բացի Որդուց, և նա, ում կկամենա Որդին հայտնել։ Եվ դառնալով աշակերտներին, առանձին ասաց. Երանի այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք եք տեսնում։ Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։ Եվ ահա օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Եվ նա ասաց նրան. Օրենքում ինչ է գրված, ինչպես ես ընթերցում։ Նա պատասխանեց և ասաց. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով, և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը։ Եվ Հիսուսը նրան ասաց. Ճիշտ պատասխան տվեցիր, այդ առա և կփրկվես։ Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. Իսկ ո՞վ է իմ ընկերը։ Հիսուսը պատասխանեց և ասաց. Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամերկ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր։ Նրան տեսավ և թողեց անցավ։ Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան գթաց։ Եվ մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով տարավ մի իջևան և խնամեց նրան։ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից,
Հանեց իջևանատիրոջը 2 դահեկան տվեց եւ ասաց. «Խնամիր նրան, եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ Արդ ըստ քեզ այդ 3-ից որը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքներ ընկել։ Եվ նա ասաց. Նա, ով բարիք արեց նրան։ Հիսուսը նրան ասաց. Գնա եւ դու նույն ձևով արա։ Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուսը մտավ մի գյուղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։ Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խոսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ եւ ասաց. Տեր, քեզ փույթ չէ, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ։ Արդ ասա դրան, որ օգնի ինձ։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. Մարթա, Մարթա, դու շատ բաներով ես զբաղվում եւ մտահոգվում, բայց մի կարևոր բան է պետք։ Մարիամն ընտրել է լավագույն մասը, որը նրանից չի վերցվի։